Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ իր եւ իր թիմի համար հիմա սկզբունքային է ոչ թե իշխանության գալը, այլ իշխանափոխությունը։ Այդ համատեքստում կարևորել է Նիկոլ Փաշինյանի դեմ իմպիչմենտի գործընթացը, ընդգծելով, որ նորմալ է, եթե անգամ իշխանության գա թեկնածու Հայաստան խմբակցությունից։ Իսկ եթե Քոչարյանի թիմից լինի, պարոն Սարգսյան, Քոչարյանը, մենք հայտարարել ենք, այո, իրենց իշխանությունը, իրենց միայն թե Նիկոլ այո, այսինքն Ռոբերտ Քոչարյանը գա ով ուզում է գա, ասինքն դուք կասկածում եք, որ Ռոբերտ Քոչարյանը կարող ավելի վատը լինել որպես կառավարիչ, քան այսօրվա կառավարիչը։ Ես այդպիսի կարծիք չունեմ։ Երրորդ նախագահը բացառել է Մասկի նախաձեռնությանն աջակցելն ու վարչապետի տեխնատու առաջադրված Էդմոն Մարուքյանին սատարելը։ Հիմնավորում է, որ Մարուքյանը այսօրվա իրավիճակի համար պատասխանատուներից մեկն է։ Բայց մենք չենք կարող քվեարկել մի մարդու օգտին կամ սատարել նույնիսկ փողոցով, ով այսօրվա Հայաստանի կառավարիչներից մեկն է եղել, նրանց հետ է աշխատել, այս ամբողջ ողբերգությունների մասնակից է եղել։ Հասկացել եք։ Դու թող հանգիստ նստի էլի։ Որ մենք իրան չենք տանում դատում։ Մենք ասում ենք, որ դու չես կարող, որտեղ մենք տեսել ենք քո գործելավոճը։ Ուրիշ ինչ են ասել այս մարդիկ։ Նախագահ Սերժ Սարգսյանին դատարան են հրավիրել Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին մեղսագրվող արարքի համար։ Ըստ մեղադրանքի Սերժ Սարգսյանը Պաշտպանության նախարարի պաշտոնում եղած ժամանակ Իսակովի Պողոտայի որոշ հողամասեր շատ էժան գնով վաճառել է Toyota Երևան ընկերությանը։ Մայիսի 21-ին այդ գործով առաջին դատական նիստն է կայացել։ Մոնիկա Հայրոյան, Renews Armenia։